1915 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ 20-րդ դարի սարսափելի ոճրագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Այս ողբերգությունը ոչ միայն խորհուրդ թողեց հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ, այլև դարձավ համամարտկային խղճի փորձություն։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձևավորվել է հարուստ եւ բազմաշերտ գրականություն, ստեղծվել են բազմաթիվ գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր։ Այս ամբողջ փաստագրական հենքը պահպանվել եւ մեզ է հասել նաեւ օտարազգի ականատեսների հուշերի, նամակագրությունների եւ անձնական արխիվների շնորհիվ։ Այս հոլովակով առաջարկում եմ միասին բացահայտենք հանրությանը քիչ հայտնի, սակայն բացառիկ մարդասիրություն դրսևորած օտարազգի ականատեսների գործունեությունը, եւս մեկ անգամ արժևորելով նրանց անգնահատելի ներդրումը պատմական հիշողության պահպանման եւ անարդարության դեմ պայքարի գործում։ Այսպիսով Ռաֆայել դե Նոգալես Մենդեսը Թուրքիա էր հասել Վենեսուելայից եւ ծառայում էր Վանում, որտեղ էլ ականատես է եղել Վանի պաշարմանը եւ հայ բնակչության կոտորածներին։ Իր հուշագրություններում նա նկարագրում է, որ քրդական զինված խմբերի մասնակցությամբ եւ տեղի իշխանությունների ներգրավմամբ սպանությունները կատարվում էին գիշերը։ 1915 թվականի հունիսին Նոգալեսը այցելում է Դիարբեքիր, որտեղ եւս ականատես է դառնում զանգվածային ջարդերի։ Նոգալեսի վկայությամբ այդ գործողությունները ունեին համակարգված եւ կանխամտածված բնույթ։ Լեսլի Դեվիս Նա Խարբերդում Ամերիկայի հյուպատոսն էր, ով ականատես է եղել հայերի զանգվածային կոտորածներին, լուսանկարել դրանք եւ կազմել տեղահանությանը նախորդած օրերին իրեն հանդիպած հայերի անվանացանկերը։ Իր հյուպատոսական նստավայրում ապաստան է տվել շուրջ 80 հայ փախստականների, ցուցաբերելով բացառիկ մարդասիրություն։ Պետդեպարտամենտին եւ Կոստանդնուպոլսում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուին ուղարկած իր նամակներում նա հստակ արձանագրել է, որ հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները ոչ թե առանձին դեպքեր են, այլ համակարգված եւ պետականորեն կազմակերպված քաղաքականություն։ Խարբերդում իր տեսածի մասին նա կազմել է մոտ 132 էջանոց զեկուցագիր, որում լուսանկարներով ներկայացրել է անձամբ բնակչության հանդեպ դաժան գործողությունները, դրանք հետագայում ներկայացնելով նաև Փարիզի խաղաղության կոնֆերանսին։ Բոդիլ Կատարինե Բյորն նորվեգացի քրիստոնյա միսիոներ, ով աշխատում էր Մուշում։ Բյորնը իր տեսածն ու լսածը գրի է առել իր անձնական օրագրում։ Նա նաև լուսանկարել է իր տեսած դեպքերի մեծ մասը, յուրաքանչյուր լուսանկարի հետևում ներկայացնելով իրադարձությունների մանրամասները։ Բոդիլը հոգ է տարել Սիրիայում, Լիբանանում եւ Կոստանդնուպոլսում ապրող հայ որբերի մասին։ 1922 թվականին նա Ալեքսանդրապոլում հիմնադրում է Լուսաղբյուր անունով որբանոց։ Իսկ այդ մարդասեր նվիրյալների ցանկն այսքանով չի ավարտվում։ Անունները շատ են, պատմությունները մեկը մյուսից ուզիչ ու ծանր։ Սա եւս մեկ ապացույցն է առ այն, որ ինչքան էլ փորձես, չես կարող ջնջել այն, ինչի մասին չեն վախեցել խոսել։ Եվ մենք պարտավոր ենք հիշել ու պահանջել արդար դատ ու հատուցում։ Իսկ դուք, հարգելիներս, հետևեք Ռենեսանսին ու բացահայտեք ավելին։